Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եվրոմեդիա 24, խնդրեմ ձեր հարցը։ Հարցը սուղում է երկու պատգամավորներին էլ։ ԿՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը հայտարարել է, որ կուզեր մահացած լիներ ինքը եւ չտեսներ Արցախի կորուստը, այսինքն մարդը ցավ է ապրում Արցախը կորցնելու համար եւ քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտոնապես Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածք որպես լինում է, որ ձեր հարազատները, ձեր բարեկամները եւս ձեզ մոտենան եւ նման ցավ հայտնեն կամ գուցե հանդիմանեն, գուցե մեղադրեն, լինում է այդպես։ Գիտեք, ձեր հարցը ներողություն է արտահայտությանս համար, բայց անգրագետ հարց է, որովհետև դուք չեք տիրապետում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, եթե տենց հարց եք բարձրացնում, եւ ձեր հարցը որպես լրագրող էթիկապես ճիշտ հարց չի, դուք լրագրողական էթիկայի չեք տիրապետում, թույլ տվեք ինձ այդ դիտարկումը անել, հենց դա ձեր կարծիքն է, որ ասում եք, բա պարզ է, իմ կարծիքը պետք է ասեմ, իսկ դուք ձեր կարծիքը պետք է չասեք, որովհետև դուք լրագրող եք, իսկ ինչ վերաբերում է իմ գործընկերոջ ուրեմն հայրիկի ասածներին, բոլորս էլ էմոցիաներ ապրում ենք Արցախի հետ կապված եւ բոլոր մարդիկ էլ նման էմոցիաներ ապրում են վստահաբար, հենց որ ձեր օրինակը, ձեր բերած ուրեմն տեքստերը ընդհանրապես տեղին չեն եւ կապ չունեն լրագրողական գործունեության հետ եւ ազգային ժողովի ճեպազրույցի հետ առհասարակ։ Շնորհակալ եմ։ Սիվիգեմ, խնդրեմ։ Ես էլ եմ լրագրող եղել Տիկին Ջեբեջյան, հիմա էլ եմ լրագրող, մասնագիտությամբ շարունակում մնալ եւ դրա համար գնահատականներ եմ տալիս։ Լավ, շարունակենք։ Խնդրեմ, Սիվիգեմ, հարցը ձեր։ Պարոնեք, Ադրբեջանը ապաշրջափակման թեմայով մեր առաջարկներին, Հայաստանի առաջարկներին չի պատասխանել, փոխարենը հրապարակային հայտարարություններ են արել, նշելով, որ դրանք գործնական նշանակություն չունեն եւ հանգեցնում են թյուրիմացությունների։ Կուզեի ճշտեիք, Ադրբեջանը նկատի ունի, որ առաջարկվող ուղիները գործնական նշանակություն չունեն, այսինքն ինքը այլ ուղի է ցանկանում, թե դրանցով անցնելու կամ տարանցումների մեխանիզմները գործնական նշանակություն ունեն։ Ինչ նկատի ունեն դուք հասկացել եք Ադրբեջանի պատասխանը։ Ես կարող եմ մեր դիրքորոշում հայտնել եւ մենք հավատում ենք եւ գիտենք, որ դրանք չափազանց գործնական նշանակություն ունեն։ Եվ գործնականում այդ ճանապարհով ապաշրջափակմանը գնալը առնվազն երկաթուղու մասով շատ արդյունավետ է լինելու եւ պաշտոնական արձագանքի ենք սպասում Ադրբեջանից։ Ես չեմ կարող մեկնաբանել, թե այդ քաղաքական հայտարարություններում մասնավորապես ինչ նկատի ունեն, որովհետեւ այն բոլոր դետալները, որոնք կան այդ առաջարկում, շատ մանրամասն են եւ շատ գործնական են եւ իհարկե գուցե քննարկման արդյունքում դրանց ավելանան նոր դետալներ եւ այլն, բայց դա պետքա քննարկում ծավալվի այդ հարցի շուրջ, իսկ մենք չունենք այդպիսի արձագանք դեռ։ Լիպսիմե Ջեբեջյան, խնդրեմ։ Հարցը սուղում եմ երկուսի տելով կպատասխանի վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նախընտրական հայտարարեց, որ Ալիևին պաշտոնապես հայտարարում եմ, որ որդուս կարող եմ հանձնել բոլոր գերիների դիմաց եւ այսօր Աղվան Վարդանյանը հիշեցնում է վարչապետին այդ խոսքերը, ասում է քեզ հանձնեիր գոնե, որդուն չես հանձնել, քեզ հանձնեիր գերիների դիմաց։ Դուք տեղեկություններ ունեք, ինչու դա չի անում վարչապետը։ Շնորհակալություն։ Չգիտենք ինչ պատասխանենք ձեր հարցին, անկեղծ, որտեվ ձեր հարցը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության մասին, Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի արդյունքում գերեվարված մեր հայրենակիցների մասին, նրանց վերադարձի մասին եւ այլն եւ այդպես շարունակ դուք գալիս եք եւ ինչ որ կենցաղային մակարդակի, կենցաղային բնույթի հարց եք տալիս Դաշնակ Աղվան Վարդանյանի ինչ որ մտքի գոհարներն եք ստեղ ցիտում, ուզում եք որ մենք մեկնաբանենք, չենք մեկնաբանում Դաշնակ Աղվան Վարդանյանին։ Ուղղակի իսկապես այս ժանրը ես չեմ հասկանում, էլի սա հարցու պատասխան է, թե ինչ որ որովհետև ես կարծում եմ լրագրողները եւ ես էլ եմ եղել լրագրող, դա ֆիլտրման համակարգ է, հա, նաեւ լրագրությունը լսել եւ հետո
հարցի կերպով ձևակերպել եւ արտահայտել այդ ինչ որ լսում եւ այսինքն այդ հարցին դուք օրինակ ինչ եք պատասխանում, իմ պատասխանը որը պիտի լինի։ Ինչ որ ես լուրջ պիտի պատասխանեմ այդ հարցին, թե վարչապետ Փաշինյանը ինչու չի առաջարկում գերի ինքնել Ադրբեջան։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում այդ հարցի պատասխանը։ Ես կասկածում եմ, ես խիստ կասկածում եմ ու ես հավատում եմ, որ դուք էլ եք հասկանում, որ անհեթեթություն է։ Եվ ես վախենում եմ, որ դուք ասում եք, որ դուք ձեր տված հարցին ունեք բազմաթիվ պատասխաններ։ Ես դες անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում, ես վախենում եմ, որ դուք ձեր տված հարցին ունեք բազմաթիվ պատասխաններ, որտեղ ձեր հարցը աբսուրդ է ուղղակի։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ ամփոփենք ճեպազրույցը։ Այո, ճեպազրույցը ավարտվեց, շնորհակալություն։